2 տարի ժամկետով։ Միքայել Սրբազանին ԱԱԾ մեկուսարանում նախորդին հանդիպել է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։ Պատմել բյուրոկրատական այն քաշքշուկների մասին, որոնց հետևանքով ուշանում է Սրբազանի անհապաղ վիրահատությունը։ Դժգոհ է, որովհետև ինքն էլ չի հասկանում, թե ինչն է պատճառը։ Դեռ 2 ամիս առաջ կառավարության սահմանած կարգով փաստաբանները դիմել են քրեակատարողականի բժշկական կենտրոնին տեղեկացրել, որ Միքայել Սրբազանը ցանկանում է իր միջոցների հաշվին վիրահատվել Իզմիրլյան բժշկական կենտրոնում։ Ինքն էլ ասաց երեկ, որ ինձ համար այդտեղի բժիշկները նախընտրելի են։ Քրեակատարողականի բժշկական կենտրոնի տնօրեն Կամո Մանուկյանը ըստ փաստաբանների որոշման մեջ ընդունել է, որ պլանային վիրահատության կարիք կա եւ առաջարկել է դա անել անվճար, ըստ էության այն հիվանդանոցում, որը իրենք կառաջարկեն։ Մուկնու կատու ենք խաղում, հա, Իզմիրլյան չի կարելի, այստեղ չի կարելի, այնտեղ չի կարելի, դա անթույլատրելի վարքագիծ է, հետևաբար մենք արդեն հաշվի առնելով, հա, որքան էլ որ Սրբազանը չի ցանկանում իր առողջության վերաբերյալ խոսակցությունները շրջանառվեն, այնուամենայնիվ էլի նրա առողջական ախտորոշման խնդիրները չշրջանառելով, մենք խոսում ենք բժշկական օգնության անհրաժեշտության մասին։ Փաստաբանը, որ ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունի, պնդում է, որ երբեք չի բախվել այսպիսի խնդրի։ Կառավարության սահմանած կարգը թույլ է տալիս ազատազրկված անձանց իրենց բուժող բժշկի մոտ գնալ։ Այո, բյուրոկրատական քաշքշուկ է եւ գուցե նաեւ ինչ որ քաղաքական բան ունի, ենթատեքստ։ Իզմիրլյան բժշկական կենտրոնը Մայրաթորի աջակցությամբ է հիմնվել։ Գուցե դա է պատճառը, որ ձգձգում է Սրբազանի վիրահատությունն այնտեղ։ Փաստաբանը չի ուզում հավատալ այդ վարկածին։ Այդ նույն հաջողությամբ էլ մենք էլ կարող ենք ենթադրել, որ տանում են ուղղորդում են ուրիշ բժշկական հաստատություն, որ այնտեղ լավ չբուժեն կամ կյանքի համար սպառնալիք ստեղծեն։ Հո ենթադրություններով չի։ Այստեղ ենթադրություններ անել, որ քանի որ Իզմիրլյանը Մայրաթորի, հա, հետ փող կապակցված հիվանդանոցը, ինչ պիտի անի Սրբազանը, ասենք թեկուզ փող կապակցված հիվանդանոցում։ Պաշտպանական թիմը բողոքարկելու է քրեակատարողական բժշկության կենտրոնի նոյեմբերի 28-ի որոշումը։ Մարինե Ֆարմանյանի խոսքով Շիրակի թեմի 62-ամյա առաջնորդը առողջական խնդիրներ ունեցել է մինչև քաղաքական հետապնդման ենթարկվելը։ Ասեց ես ծառայությունը չէի կարող թողնել, իմ հավատավոր ժողովրդից չէի կարող իրենց հատկացված ժամանակը գողանալ ճակերտավոր ու գնալ իմ առողջության վրա սպառել։ Կարնե Մանգասարյան, Նորար Շարբաթյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։